Մի ափսոսեք։ Արծիկ Մինասյան ունի, հարց խնդրեմ պարոն Մինասյան։ Պարոն Վարդանյան, իսկապես ափսոսում եմ, որ դուք եք ներկայացնում այս ակնհայտ բոլոր իրավական սկզբունքներին հակասող փաթեթը, բայց ես ունեմ մի քանի հարցեր։ Խնդրեմ։ Առաջին հարցը վերաբերում է հետևյալին։ Դուք գիտեք, որ հանձնաժողովը անկախ ինքնավար մարմին է, կոլեգիալ կառավարմամբ։ Ինչով եք բացատրում, որ դուք սրանով բերել եք եւ այդ կոլեգիալ մարմնի իրավասությունները վերապահել եք մի անձի։ Երկրորդը, էներգետիկ համակարգի անվտանգություն ասելով ձեր ձևակերպումն է եւ նախագծի հիմնավորումը, կարող եք բնութագրել ինչն է, որ այսօրվա եղած գործիքակազմը թույլ չի տալիս, որպեսզի արագ միջամտությունը լինի, սկսած արտակարգ իրավիճակից ավարտված այլ դրսևորումներով։ Եվ երրորդ հարցը, դուք ծանոթ եք միջազգային ներդրումային իրավունքին։ Բոլոր այն դեպքերում, երբ որ առնչվում եք այդպիսի գործերի հետ, ըստ ձեր կանխատեսման, Հայաստանի համար ինչ հետևանքները հնարավոր լինեն։ Շնորհակալություն, պարոն Մինասյան, ճիշտ ասած կանխատեսել էին հարցերը առաջի հարցից։ Ուրեմն հանձնաժողովը շարունակում է մնալ կոլեգիալ մարմին եւ վարույթ իրականացնում է որոշում է կայացնում հանձնաժողովը։ Հանձնաժողովի նախագահի նախագծով իրավունք է վերապահում պետական լիազոր մարմնի դիմումի հիման վրա վարույթ հարուցել։ Վարույթի ճակատագիրը որոշում է հանձնաժողովը։ Վարույթ հարուցելու իրավունքը, որովհետեւ գործառութային իրավունք վերապահվել է հանձնաժողովի նախագահին հաշվի առնելով որոշակի օպերատիվ գործունեություն, օպերատիվ միջամտության անհրաժեշտությունը։ Ինչ վերաբերում է ձեր կողմից մատնանշված էներգետիկա անվտանգության հետ կապված հարցերին, ես մի հատ լավ օրինակ կբերեմ, տեսեք Իսպանիայում տեղի ունեցածը, երբ որ մեկ օրվա ընթացքում ամբողջ իսպանական պետությունը հոսանքազրկվեց եւ պետությունը մինչ այսօր շարունակում է քննություն, դրա վառ օրինակներից մեկն է, որ կանխարգելումը շատ ավելի կարեւոր է, քան հետևանքների հաղթահարումը։ Արձագանքեք ես նաեւ երրորդ հարցին կպատասխանեմ։ Արձագանք։ Ճիշտ ասած, հենց երկու հարցեր կա, որ դուք պատասխանեք, բայց բոլոր դեպքերում, բայց Իսպանիան չգնաց, չէ, այն մեթոդին, որը որ դուք եք հիմա առաջարկում։ Տեսեք, դուք ասում եք հանձնաժողովի նախագահին տալիս եք միայն վարույթ հարուցելու իրավունք, այդպես չի։ Հանձնաժողովի նախագահը միանձնյա նաև որոշում է, որ կառավարումը պետք է խլի նրա ձեռից սուբյեկտի, որ հետո պետք է պարտադրի կանոնադրության մեջ փոփոխություն անի, սեփականության վերաբաշխում անի, այդ բոլորը տվել է հանձնաժողովի նախագահին, բայց այդ մեղքը չի գալիս այդ հանձնաժողովի նախագահը, այդ անձը։ Վաղ այդ մարդը ո՞նց պետք է պատասխանատվություն կրի ձերես ապօրինի գործողությունների համար։ Գիտեք, մի կարևոր բան կա։ Դուք բերել եք նախագիծ ամսի 25-ին, դրել եք շրջանառության մեջ եւ հպարտորեն ասում եք, որ 26-ին, երբ որ կառավարությունը արտահերթ նստաշրջան է պահանջել, դուք որ մշտապես կողմ եք եղել օրենքի նախագծերը մանրամասը քննարկելուն, այսօր չեք առարկում դրան։ Այսօր դուք ինքներդ կանգնել եք եւ այս կարճ ժամկետում փորձում եք այս ապօրինությունը օրինականացնել։ Պարոն Մինասյան, իսկ ով ասեց, որ չեն քննարկել։ Քննարկել ենք, երեկ են քննարկել, երեկ չառաջորդել են քննարկել, շարունակում են քննարկել։ Էլ եմ ասում, հանձնաժողովը կոլեգիալ մարմին է եւ վարույթի ճակատագիրը որոշում է հանձնաժողովը։ Հանձնաժողովը համաձայն չի նախագահի որոշման հետ։ Թող վարույթը արագ ավարտի եւ այդ պարագայում եւ վարույթ չլինի եւ միջոցառումներ չեն կիրառվելու։ Բայց օպերատիվության տեսանկյունից, երբ որ անհրաժեշտ է իրավիճակից թելադրվող արագ գործողություններ իրականացնել, անհրաժեշտ է որպեսզի միասին որոշումներ կայացնեն։ Ընդ որում այդ որոշումները, ինչպես արդեն նշեցի, միջանկյալ են ըստ էության։ Եվ երբ որ ասում եք խլել, վերցնել եւ այլն, ընդհանրապես ժամանակավոր կառավարչի ինստիտուտը տարածված ինստիտուտ է, հատկապես այն պարագայում, երբ որ օրինակ լիցենզիայի հետ կապված խնդիրներ են առաջանում։ Բայց եթե խախտումներ են տեղի ունենում, լիցենզիայի զրկման թեմայի առաջանում, որովհետեւ արձագանք չլինի պետական մարմինների կողմից։ Որովհետև ըստ էության դուք ինչ եք ասում, դուք ասում եք հետևյալը, ասում եք որևիցե միջոցառումի ձեռնարկեք, երբ որ եկամուտի մասն է խոսքը, եկամուտը մենակ մասնավորինն է, երբ որ հոսանքազրկումներ կան եւ հանրային բողոք կա, այդ բողոքը պետությանն է, պետությունը ինչ գործառույթ ունի, պետությունը ոչ մի գործառույթ չունի։ Ներդրումային իրավունքներին հավատացում ես կանադառնամ նաեւ այլ հարցերի շրջանակներում։ Թադեոս Ավետիսյան։ Պարոն Վարդանյան, ուրեմն
ասում եք պետությունը գործառույթ չունեն տեղից սկսեմ, հիմա կոլապսա էներգետիկայի ոլորտում եւ այլ 7 տարի իշխանության եք, կոլապսն էլ վստահաբար տենց չի էլի քնում զարթում ես մեկ էլ հոп կոլապսա, ի վերջո գործառույթներ եթե չունի, բա այդքան փող հանրային միջոցներից այդ երկու մարմիններին իբրև թե անկախ օրենքով ստեղծված, բա այդքան գումար ինչ եք տվել, այսինքն բա գործառույթ չունի ինչ են արել, սա մեկ հարց, այսինքն եթե չուներ գործառույթ եւ այսպես շարունակ, եւ մեկ էլ որ ասում եք կոլապս, ամեն տարի վերլուծություններ կա, գալիս այստեղ այդ մարմնի ներկայացուցիչը ներկայացնում է վերլուծություն ոլորտի վերաբերյալ, անդրադառնում է եւ այլն, այսինքն օրինակ վերջինը 2023 թվականի այդ համապարփակ վերլուծությունները այդտեղ կարծես թե գուցե դուք ավելի խորն եք ծանոթացել այդ կոլապսի մասին, այտենց վիճակը վատանալու հակառակը դրական դինամիկայի մասին կա, որ կորուստները որ եղել են միջև, ասենք, հեծը, այդ կորուստներն են նվազել, այսինքն այդ դրական դինամիկաներ եւ այլն, մեկ էլ հիմա եկել եք ասում եք կոլապս, մարմին կա, գործառույթ չկա, փողն էլ փաստորեն հենց հիմա ասում եք հենց հենց փողա ծախսել, հա, պետական բյուջեից այդ մարմինները պահպանելու, դրանց պարգևատրումներ տալու համար։ Պարոն Ավետիսյան, հենց հենց փող ոչ ոքին չպետք է տրվի, մեկ հանձնաժողովը, կարգավորող հանձնաժողովը եւ ունի կարգավորիչ գործառույթներ, հանձնաժողովը ունի նաեւ կանխարգելիչ գործառույթներ, բայց դրանք բավարար չեն էներգետիկայի բնագավառում ազգային անվտանգության, սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերի պարագայում օպերատիվ որոշումների կայացման եւ համակարգի կառավարելիությունը երաշխավորելու հարցում։ Եվ եւս մեկ անգամ ասում եմ, խոսքը վերաբերվում է այն միջոցառումների մասին, որոնք պետք է իրականացնեն արագ, դրանք ժամանակավոր միջոցառումներ են եւ վերջնական որոշում պետք է կայացնի, ինչպես արդեն նշեցի, հանձնաժողովը։ Կոլապս մոտավորապես պատկերացրեք հետևյալ իրավիճակը, էլեկտրոավտոմեքենաների քանակը, այն բոլոր սարքերի քանակը, որոնք աշխատում են հիմա հոսանքով։ 1-2 օր հոսանքի բացակայությունը կարող է վերածվել լրջագույն կոլապսի, եւ մենք դրա օրինակը ունենք Իսպանիայում։ Եվ քննությունը առ այսօր շարունակում է, թե ինչպես տեղի ունեցավ, որ Իսպանիան բախվեց այդպիսի blackout-ի հետ։ Եվ դրա հետևանքները կարող են իրոք անկանխատեսելի լինել։ Հիմա ինչ չեք ուզում, որ պետությունը ունենա միջոցներ կանխարգելելու նման իրավիճակները։ Թագուհի Թոմասյան, Արձագանք կա։ արձագանք։ Ուզում ենք շատ բան ենք ուզում, բայց ես ձեր չափ ճարպկություն չունեմ քաղաքական բան, դրա համար ուղիղ հարցը ստամ, էլի։ Եթե ազնվություն ունենաք, այդպես պատասխանեք, կարծում եմ ունեք այդ չափ ազնվություն։ Այսինքն այդ հայտարարությունը հայտնի որ չլներ, այդ եկեղեցու պաշտպանության վերաբերյալ հեծի սեփականատիրոջ։ Դուք այսօր հենց հիմին այստեղ այդ նախագիծը զեկուցելու էիք։ Մի րոպե ավարտեմ, երկրորդ հարցը։ Հիմա այդ կոլապս եւ այլն, մի քանի ժամանակ առաջ այդպիսի խոսույթ չկար, հակառակը ավելի նորից եմ կրկնում, չանդրադարձավ 2023-ի վերլուծությանը, որքանով ես ծանոթ եմ, այդտեղ կոլապսի մասին չկա, դրական դինամիկայի մասին կա, 2024-ի հաղորդումն եղավ, նորից այդպիսի կոլապսներ եւ այլն չկար։ Հետո բեցը, օրինակ, բարձրավոր էլեկտրացանցը, որ պետական է, չէ՞, կարծեմ։ Այդտեղ հեչ խնդիր չկա, այսինքն այսքան այս կոլապսի մասին, որ խոսում եք, սենց բերել եք, ֆիքսվել եք մենակ հեծի վրա, նեղ քաղաքական վստահաբար դրդապատճառներով։ Այդ բեցը տենց նորմալ, որ դուք եք կառավարում որպես պետություն, այսպես նորմալ, հա։ Չէ, բայց դրա պատասխանատվությունը կրում է պետությունը, սա բեցի մասը։ Երկրորդը, մի հարցում ազնվորեն ձեր հետ պետք է համաձայնվեն։ Այո, շատ ժամանակավրեպ նախագիծը շուտ պետք է բերվեր։ 10 տարի առաջ, 15 տարի առաջ, 20 տարի առաջ այս խուժան սեփականաշնորհման գործընթացներ պետք է սկզբանե ուշադիր լինել։ Պետք չէր պետության մեջ պետություն կառուցել, դառնում ձեր հետ համաձայն եմ, ուշացած է եւ ներողություն եմ խնդրում, որ ուշացրել ենք։ Ինչ վերաբերում է մնացած էլեմենտներին էներգետիկայի համակարգում, ընդունում եք, պարոն Ավետիսյան, որ սա ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածք է, բայց ռազմավարական նշանակություն ունեցող կառուցվածքը կարա հայտնվի մասնավորի, ել չեմ ասում ընտանիքի ձեռքում,
Մեկ այդպիսի պետություն ենք ուզում ձեզ հետ։ Դաշնակցության գաղափարական հենքը այդպիսին է, հա, թույլ է տալիս պետության մեջ ունենալ պետություն, սա ամենավտանգավոր բանն է։ Ես ինձ թվում է անկեղծ պատասխանեցի այն հարցին, որ դուք տվեցիք։ Թակուի Թոմասյան։ Շնորհակալություն։ Պարոն Վարդանյան, ես էլ պիտի երկրորդեմ պարոն Մինասյանին, ափսոսում եմ, որ դուք եք ներկայացնում, բայց այնուամենայնիվ հարցերը պիտի հնչեցնենք։